Չեք հավատա, բայց ես հիմա գտնվում եմ մեր տան մոտի ամենամեծ այգիներից մեկում։ Ուշադրություն, տարածքը կազմում է 550,000 մետր քառակուսի, այն մեծ է նույնիսկ փոքր քաղաքների կենտրոններից։ Այստեղ կա լիճ, ձիավարության կենտրոն, սպորտային տարածք, մի խոսքով ամեն ինչ, բայց մինչ անցնելը այգու ուսումնասիրությանը, խնդրում եմ բաժանորդագրվեք ալիքին, դրեք ձեր լիքը սրտիկները, տարածեք, որպեսզի ունենանք առաջխաղացում մեր նոր բացված ալիքում։ Դե գնացինք։ Սա այգու գլխավոր մուտքն է։ Բայց բացի այս մուտքից այգին ունի նաև մի քանի տարբեր մուտքեր, այնպես որ կարելի է մտնել տարբեր կողմերից։ Իդեպ այգին կոչվում է Պարկե Խուան Կարլոս Պրիմերո։ Այն իր անունը ստացել է ի պատիվ Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կարլոս առաջինի։ Մինչ անցնել այգու մյուս հատվածներին, ուզում եմ նշել նաև, որ այգին բաց է ամեն օր, առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 11-ը։ Այգու ամենագեղեցիկ հատվածներից մեկը հենց այս լիճն է։ Նրա մակերեսը մոտ 16,000 քառակուսի մետր է կազմում։ Լճի հարավային հատվածում կա այսպիսի փոքրիկ ռեստորան, շատ գեղեցիկ, որտեղ կարելի է նստել, վայելել սուրճ կամ պարզապես ինչ-որ միջոցառում անցկացնել, ոնց նկատում ենք, կարծես թե այսօր ինչ-որ միջոցառում է։ Շատ գեղեցիկ է, այստեղ նստում ես ու վայելում ես լճի հրաշալի տեսարանը։ Մի քիչ էլ մոտենանք։ Հրաշք։ Իսկ ծերերը այստեղ ամբողջությամբ ներգրավված են կյանքի մեջ։ Իրենց կտեսնես բարերում, ռեստորաններում։ Մյուս հետաքրքիր փաստերից մեկն էլ այն է, որ այգում աճում է մոտ 4800 ծառ և դրանք ներկայացնում են շուրջ 177 տարբեր տեսակներ։ Այգու տարբեր հատվածներում կարելի է տեսնել խաղահրապարակներ և մարզվելու համար նախատեսված տարածքներ։ Իսկ դրան գրեթե ամենուր են, այնպես որ այստեղ միշտ ինչ-որ հետաքրքիր բան կա անելու։ Այո, տենում ես ոնց ես կարում, Լեո։ Լեո, բարև կյանք։
Ինչպես տեսնում եք, այգում կան նաև հատուկ ճանապարհներ հեծանիվ վարելու համար։ Տեղ-տեղ կան նշաններ, որոնք ցույց են տալիս, թե որ հատվածներն են նախատեսված հեծանիվների կամ նման ակտիվությունների համար։ Այս հատվածը հարմար է նրանց համար, ովքեր սիրում են ակտիվ զբոսնել կամ պարզապես հեծանիվ վարել այգու մեջ։ Կամ կարելի է վազվզել ինչպես իմ որդին։ Այգին նախատեսված է բոլորի համար։ Այստեղ կան նաև շների համար հատուկ տարածքներ, որտեղ շները կարող են պարապել, վազել և խաղալ այլ շների հետ։ Սա նպաստում է նրանց ակտիվ և առողջ կյանքին։ Սա սիրամարգների համար նախատեսված տարածք է, բայց չգիտես ինչու տեղափոխել է սիրամարգերին և այստեղ մնացել է դատարկ։ Խնդրեմ։ Մենք հիմա կգնանք ման գալու սիրամարգերին։ Եվս մեկ խաղահրապարակ, ամեն խաղահրապարակում կա մի նոր բան, չի կրկնվում ոչ մի ուրիշ տեղ։ Այգու այս հատվածում կարելի է նաև ձիավարությամբ զբաղվել։ Սպորտ սիրողների համար այստեղ կա նաև մագլցման պատ։ Հա Լեո, ոնց է այստեղ։ Նայում եմ։ Բրավո։ Ապրիմ ուժեղ տղեն։ Խնդրեմ, այս հատվածում մարդիկ մարզվում են, իսկ կողքը ֆուտբոլի դասեր են ընթանում։ Մարդիկ ակտիվ զբաղվում են սպորտով, ամեն օր վազքով են զբաղվում, հեծանիվ են վարում, մի խոսքով առողջ ապրելակերպը այստեղ շատ կարևոր հատվածն է մարդու կյանքի։
Իսկ սա սքեյթբորդի տարածքն է։ Իսկ սա սպորտային համալիրն է, որտեղ անցկացվում են տարբեր մարզումներ, սպորտային ու հասարակական միջոցառումներ։ Սա դեռ ամբողջը չէ, բայց շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, բաժանորդագրվեք, որովհետև ամենահետաքրքիրը դեռ առջևում է։